Պարոն փոխքաղաքապետ, դուք կներկայացնեք ձեր կողմից իրավիճակը, ինչպես եղավ, նախ ձեր կողմից էլ լսեցինք, դուրս արի հեսա կասեմ, արա ձենդ իջացրու, այստեղից։ Այս ինչ մշակույթ եք բերում։ Մենք չենք բերում այս մշակույթը բերում է ընդդիմությունը, ովքեր որ տարական հարգանք չունեն եւ տարական ընթացակարգերին չեն հետևում, որպեսզի գրանցվեն եւ կան ելույթ ունենան ամբիոնից, որի համար կա հատկացված ժամանակ եւ տեղից բարբաջում են մարդիկ, տեղից ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք որ առհասարակ իրավունք չունեն, հեսա ես կմարապարզաբանեմ ինչից որ սկսվեց, ես հատուկ ուշադրություն դարձրեցի, որ մայրը Հայաստան կամ Բարգավաճ Հայաստանի ցուցակի, չգիտեմ որ երրորդ համարը, որ նաև հանդիսանում է ավականու անդամ Երևանի, ես իրեն հորդորեցի, որպեսզի ինքը ավելի շատ մտածի այն մասին, թե իրենց լիդերը եւ իրենց երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ ես իր փոխարեն որ լինեի, թե իմ լիդերը մեղադրվեր նման մեղադրանքով, ես առհասարակ սուս կմնայի եւ դինը հորդորեցի իրենց Եվ այդտեղից իրենք նորից շարունակեցին իրենց ռեպլիկները եւ այդ ռեպլիկները անթույլատրելի է, որովհետեւ եթե դուք նկատել եք եւ ես վստահ եմ որ դուք նկատել եք բազմիցս որ անգամ մեզ ամենասուր քննադատելու դեպքում, երբ որ ամբիոնից մեզ սուր քննադատություն են հնչեցնում կամ վիրավորանքին մոտ նախադասություններ մենք լուրջ լսում ենք այնուհետև ամբիոնից պատասխանում ենք բայց իրենց մոտ մի սովորույթ կա որտեղ որ հենց որևէ մեկը իրենց հասցեին որևէ փոքր ինչ քննադատություն իրենք տեղից սկսում են գորգռալ եւ փորձում են լռեցնել բանախոսին ով որ ելույթ ունի եւ դա թույլ չեմ տալու ես որպես նիստվարող եւ մենք առհասարակ դա թույլ չենք տալու Այս թույլ չտալու տարբերակը կռիվն է Ես իրեն հորդորեցի ինքը նորից տեղից սկսեց այլ ռեպլիկներ անել եւ ես իրեն դուրս հրավիրեցի ասացի որ դուրս արի այո դուրս արի դուրս կգար կասեի կտեսնեք դուրս կգար կասեի կտեսնեք դե հիմա տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ որի համար ես ներողություն եմ խնդրում ուղիղ եթերով հետևող մեր բոլոր քաղաքացիներին Անկամ պարոն Ավինյանը եկավ փորձեց բաժանել բայց չկարողացավ ստեղծել Դե հիմա երբ որ կրքերը բորբոքվում են հարգելի գործընկերներ հարգելի լրագրողներ գիտեք որ մի փոքր անկառավարելի վիճակ է ստեղծվում բայց փառք Աստծո վիճակին ինչ-որ մի պահի սկսած կառավարելի դարձավ։ Պարոնցյան պետերն էլ էին խառնվել մասնակցում, դա նորմալ է, պարոն Փամբուխյան։ Այստեղ էին անվտանգության աշխատակիցները նույնպես եկան, որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը, վարչության պետերը նույնպես մարդիկ են, որոնց հասցեն նույնպես հնչում են որոշակի վիրավորանքներ եւ նրանք էլ իրենց նյարդերը տեղի տվեցին, ինչը որ գուցե լավ չի, այո, ես համարում եմ որ բռնությունը լավ չի, բայց ամեն դեպքում մարդկային իրավիճակը, երբ որ մարդուն վիրավորում են, իր նյարդերը տեղի է տալիս եւ ստանում ենք այն, ինչ ստանում ենք։